Բիզնեսի զարգացման, գործողությունների պատշաճ կատարման եւ մեր առջև սահմանված պլաններին հասնելու համար ամենակարևոր քայլերից մեկը դա վերահսկողությունն է։ Այսօր կշարունակենք մեր իրագործումների շարքը, ավելի խորքային կուսումնասիրենք վերահսկողության process-ները։ Վերահսկողությունը բիզնեսի եւ հատկապես վաճառքի մեջ նշանակում է տվյալների հիման վրա վերլուծել եւ գնահատել ընթացիկ արդյունքները, որպեսզի իմանանք արդյոք մենք շարժվում ենք դեպի ճիշտ նպատակները, թե ոչ։ Ինչպես վստահ լինել, որ թիմը շարժվում է հենց ճիշտ ուղղությամբ եւ ինչպես բացահայտել բաց թողնված հնարավորությունները։ Այստեղ անհրաժեշտ է սահմանել գործողությունների կատարման պլաններ, ամսական, տարեկան վաճառքի նորմատիվներ, այսինքն օրինակ վաճառքի թիմի համար սահմանել շաբաթական կամ ամսական զանգերի քանակ, հանդիպումների անցկացման քանակ, որոնք էլ ուղղված կլինեն գործարքի փակմանը։ Իսկ մարքեթինգի թիմի համար կարող եք սահմանել շաբաթական, ամսական գովազդներից պոտենցիալ հաճախորդների ներգրավման պլանները, որը նպաստում է պահել թիրախային լսարանի հոսքը դեպի վաճառքի թիմ եւ վերլուծություն, թե ինչպես են աշխատում գովազդները, օրինակ ըստ տարածաշրջանների, ուղղությունների եւ արշավների։ Վերահսկողության process-ում տվյալների հիման վրա վերլուծություններ կատարելու համար կարևոր է դուրս բերել նաեւ ցուցանիշները, տեսնելու թե քանի պոտենցիալ հաճախորդից քանիսի հետ է հաջողվել կապ հաստատել, հանդիպում նշանակել, հաջողությամբ կամ մերժման փակել գործարքները։ Ցուցանիշների դուրսբերմամբ կարողանում ենք հետևել նաև վաճառքի կոնվերսիային, այսինքն տեսնել քանի պոտենցիալ հաճախորդից քանիսի հետ է հաջողվել գործարք փակել կամ օրինակ տեսնել գործարքների միջինացված արժեքները։ Pipedrive CRM համակարգը թույլ է տալիս ըստ թիմերի, բաժինների սահմանել պլանները եւ դուրս բերել ցուցանիշները։ Եվ միասին այս երկու տվյալների հիման վրա ստեղծել դեշբորդեր, որոնք էլ հնարավոր է տարանջատել թիմերի աշխատակիցների միջև արդյունքները վերահսկելու եւ տվյալների հիման վրա որոշումներ կայացնելու համար։ Ինչու է առհասարակ վերահսկողությունը կարևոր CRM-ի միջոցով։ Նախ այն տեսանելի է դարձնում ընդհանուր վաճառքի ցիկլը եւ նոր ուղղությունների հնարավորությունների բացահայտումը։ Հնարավորություն է տալիս խնդիրները խորքային հասկանալու։ Նաեւ հետևելու թիմի անդամներից յուրաքանչյուրը ինչ արդյունքներ են գրանցում։ Վերահսկողությունը տվյալների հիման վրա վերլուծության միջոցով դարձնում է կազմակերպությունը ել ավելի նպատակային։ Այն ոչ միայն օգնում է ճիշտ գնահատել ներկա իրավիճակը, այլ նաև կառուցել զարգացող թիմ, ունենալ կանխատեսելի եկամուտ եւ ավելի արդյունավետ ռազմավարության իրագործում։ Այսօր նաև ներկայացնելու ենք Pipedrive-ի ամենահարմարավետ եւ օգտակար գործիքներից մեկի Insights բաժնի մասին։ Եթե դուք օգտագործում եք արդեն Pipedrive-ը վաճառքի գործընթացները կառավարելու համար, ապա Insights բաժինը հենց այն բաժինն է, որը կօգնի ձեզ վերլուծել, հասկանալ եւ բարելավել ձեր վաճառքի եւ ընդհանուր ընկերության process-ներն ու արդյունքները։ Insights-ը Pipedrive-ում հաշվետվությունների վերլուծության բաժինն է։ Այն թույլ է տալիս տեսնել, քանի գործարք ունենք, ինչ արժի վաճառքի մի գործընթաց իրականացնելը, վաճառքի որ փուլում ենք ամենաշատը կորցնում հաճախորդներին, որ թիմակիցն է ամենաարդյունավետ աշխատանքը կատարում եւ նույնիսկ որքան արագ ենք շարժվում յուրաքանչյուր գործարքի փուլերի միջով։ Տեսանելիություն եւ թույլտվություններ։ Ցուցանիշների տվյալների տեսանելիությունը հնարավոր է կառավարել։ Օրինակ, եթե օգտատերը ունի միայն սեփական գործարքների տեսանելիություն, ապա նա կտեսնի միայն իր գործարքների տվյալները եւ ցուցանիշները։ Սակայն նաեւ եթե ունի ադմինիստրատորի կարգավորումներ, ապա կարող է տեսնել այլ տվյալներ եւս։ Իսկ ինչպես կարելի է օգտագործել ցուցանիշների բաժինը։ Եկեք ուսումնասիրենք բոլոր գործառույթների եւ ֆունկցիաների մասին առավել մանրամասն։ Նախ առաջին դեշբորդեր, ցուցատախտակներ։ Այս բաժնում կարող ենք տեսնել անձնական կամ թիմային դեշբորդեր, որոնք կհավաքագրեն բոլոր կարևոր ցուցանիշները մի վայրում։ Օրինակ, ամսական վաճառքի արդյունքները, շաբաթական հանդիպումներ, ամսական զանգեր, թիմի ընդհանուր արդյունավետությունը։ Այս ամենը կարող եք հեշտությամբ խմբագրել, վերանվանել, ինչպես կցանկանաք։ Օրինակ, ուզում ենք ստեղծել վաճառքի ղեկավարի համար ցուցատախտակ, որը ցույց կտա շաբաթական արդյունքները։ Մտնում ենք Insights բաժին, ձախ մենյուից սեղմում ենք plus add new, ընտրում ենք դեշբորդը, սահմանում ենք անուն, օրինակ շաբաթական վաճառք։ Հիմա արդեն ունենք դատարկ տախտակ, որտեղ կարող ենք ավելացնել հաշվետվություններ կամ նորմատիվներ։ Ավելացնենք հաշվետվություններ սեղմելով plus add report։ Ընտրեք հաշվետվության տեսակը, օրինակ deal won this week, շաբաթվա ընթացքում հաջողված գործարքները։ Կարող եք վերևի աճանկյունից սահմանել ժամանակահատվածը, ֆիլտրել ըստ թիմի անդամների եւ հաշվետվությունը կավելանա ցուցատախտակում։ Այստեղ կարող ենք տեղափոխել, մեծացնել կամ վերանվանել։ Reports։ Այս բաժնում կարող ենք կազմել տարբեր հաշվետվություններ, գործարքների քանակ ըստ ամիսների, չհաջողված գործարքներ ըստ պատճառների, վաճառքի միջին տևողություն ըստ փուլերի, վաճառքի հաջողության տոկոսը ըստ թիմի անդամների։ Անցնենք հաշվետվություն ստեղծելուն։ Ենթադրենք ցանկանում եք իմանալ որքան գործարք են կորցրել ապրիլ ամսին։ Insights-ում սեղմում ենք
plus add new, ընտրում ենք report, բացված ցանկում ընտրեք deals և lost deals։ Վերջում ֆիլտրում ենք ժամանակահատվածը, օրինակ ընտրելով last month։ Կարող ենք հավելյալ ֆիլտր ավելացնել, օրինակ lost reason contains no budget։ Այժմ արդյունքը տեսանելի է գրաֆիկով և աղյուսակով։ Սեղմելով 3 կետերը աջ հատվածում կարող ենք export անել տվյալները Excel-ով, կիսվել թիմի հետ և գցել դեշբորդի։ Երրորդ նպատակներ, գոլեր։ Նպատակները թույլ են տալիս սահմանել ձեր ցանկալի արդյունքները։ Օրինակ որոշակի քանակությամբ գործարքներ կամ ակտիվություններ իրականացնելու համար։ Կարող եք հետևել ձեր առաջընթացին և տեսնել, թե որքան մոտ եք ձեր սահմանած նպատակներին։ Հիմա եկեք ստեղծենք նպատակ, օրինակ մեր վաճառքի ներկայացուցիչը ամսական պետք է փակի 20 գործարք։ Insights-ում բացում ենք goals ենթաբաժինը, սեղմում ենք plus add կոճակը, goal տեսակը ընտրում ենք, օրինակ deals won, այստեղ սահմանում ենք հաջողված գործարքների թիվը, հաջորդ քայլում նշում ենք goal name, օրինակ հաջողված գործարքներ, target value 20, time interval per month։ Assign-ի, այսինքն ընտրում ենք այն աշխատակցին, ում համար սահմանվում է նպատակը։ Եվ կարող ենք նշել այս նպատակը վերաբերում է կոնկրետ pipeline-ին, թե ոչ։ Պահպանում ենք նպատակը և ավելացնում ընդհանուր ցուցատախտակում։ Հաշվետվությունների հատվածը ունի որոշակի սահմանափակումներ կախված ընտրած բաժանորդագրության փաթեթից։ Օրինակ, եթե essential բազային պլանը թույլ է տալիս ստեղծել մինչև 15 հաշվետվություն մեկ օգտատիրոջ համար, enterprise պլանը չունի տվյալ սահմանափակումներ։ Տեսանելիություն։ Հաշվետվությունները և տախտակները տեսանելի են միայն այն օգտատերերին, ովքեր ունեն համապատասխան թույլտվություններ։ Եվ անհատականացում, կարող եք անհատականացնել ձեր հաշվետվությունները ավելացնելով կամ հանելով դաշտեր, փոխելով գույները եւ այլն։ Insights-ը ամենաանհրաժեշտ գործիքներից մեկն է Pipedrive-ում, բայց միևնույն ժամանակ շատ պարզ եւ հարմար օգտագործելու համար։ Եվ եթե ցանկություն ունեք սկսելու անվճար օգտագործել Pipedrive CRM համակարգը եւ տվյալ բաժինները, ապա կարող եք հղումները տեսնել տվյալ վիդեոյի նկարագրություն բաժնում։ Շնորհակալություն, կհանդիպենք մյուս էպիզոդում։